Միտեղ բարի երեկո, միտեղ բարի լույս, ծելի ժողովուրդ, խոսում է ամենայն հայոց Վարդան Ղուկասյան, այսօր մարտի 8-ն է, և նախ մարտի 8-ի կապակցությամբ ուզում եմ շնորհավորել հայ, իրական հայ մայրերի, հայ աղջիկների, հայ կանանց մարտի 8-ը, ցանկանալով նրանց առողջություն, երկարակեցություն, հաջողություն և իհարկե տարբեր տիպի քաղաքական վիճվածքներից լուսնային տարիների հեռավորություն, որ երբեք չտենան նման անձանց, դա ուղղակի շատ կարճ մեջ բերում։ Հիմա ասնեմ բուն թեմային։ Մենք մերտ իմ ականջին հասնում է, որ որոշակի, եթե դրանց կարելի անվանել հոմեոսապեսներ, դուրս են գալի և շարունակում են ելույթ ունենալ խոսելով հայ-ադրբեջանական բարեկամությունից, որ ուզեք չուզեք թուրքերը պիտի գան Հայաստանում ապրեն, սովետի ժամանակ ապրել են և այլն։ Ինչի մասին է դա խոսում։ Դա խոսում է, որ այդ մարդիկ նախ չունեն հասարակ տարրական կրթություն։ Սովետական միության ժամանակ, երբ որ Հայաստանում ապրել են ադրբեջանցիներ, հայերն ապրել են Ադրբեջանում, կար Սեմագուշի ամենահզոր KGB կոչվածը, որը իրականացում է շատ խիստ հսկողություն։ Եվ ոչ մի երկրի տարածքում ոչ մեկ չէր կարող դուրս գալ և այլ ազգի հասցեին վատ բան խոսար, կամ քարոզեր թշնամություն։ Մայրիկի արգանդը կտային ձեռը հաշված րոպեների ընթացքում։ Հիմա այդ հզոր ուժը, այդ հզոր կառույցը գոյություն չունի, որ իրականացնի տոտալ հսկողություն։ Ես անցած նման մարդիկ որում ելույթ են ունենում, ես մտածեցի այ մարդ, պատճառը ի՞նչն է, որ սրանք կամ չեն հասկանում, կամ ինչ-որ մի բան սրանց գենոֆոնդի հետ են չի, և երկար մտածելուց հետո հասկացա, որ այն անձինք, ովքեր հլնում խոսում են հայ-ադրբեջանական բարեկամություն կոչվածից, որ թուրքերը պիտի գան, ադրբեջանցիներն ավելի շուտ, պիտի գան Երևանում կամ Հայաստանում ապրեն, ես հասկացա, որ սրանց մամաներին ժամանակին ծխցրել են ադրբեջանցիները, հենց նույն Հայաստանի տարածքում, չգիտեմ, Մասիսում, Երևանում, Գեղարքունիքի մարզում և այլն, բառից ամենաբուն իմաստով ծխցրել են, դրանց մամաների բերանի մեջ տեղի է ունեցել սերմնաժայթքում, այդ սերմը դրանց մամաները կուլ են տվել, և դրանց մամաների օրգանիզմում տեղի է ունեցել բեղմնավորում, պերոս ճանապարհով։ Բայց ամենահետաքրքիրը նա է, որ դրանց մամաները դրանց չեն ծննդաբերել կենսաբանական ճանապարհով, այլ ծննդաբերել են հետանցքով, տղանքի տեսքով, թաքել են ունիտազի մեջ և ծնվել են այտենց պոռնկացին վիժվածքներ, որոնց ԴՆԹ-ի մեջ առկա է ադրբեջանական գենոմը։ Այդ է պատճառը, որ այսօր այդ գենը արտացել է և այդ մարդիկ ասում են պիտի թուրքերը օրինակ նույնը դա տեղի ունեցել Նիկոլի հետ, Նիկոլի մաման բերանով կուլ է տվել սպերմը, հետանցքով ցրտել է իրան։ Ու քպական բազմաթիվ նման երևույթների, հա։ Նման մարդկանց ընդամենը պետք է ասել, հելեք ձեր սեփական օրինակով, գնացեք Ադրբեջան, ապրեք Բաքվում և ցույց տվեք ադրբեջանցիների, որ տեսեք մենք եկել ենք ձեր մոտ ենք ապրում, դուք էլ գնացեք մեր մոտ ապրեք։ Օրինակը սկսեք ձեզանով, հա, օրրիկի ծնունդներ, հելեք գնացեք Բաքու ապրեք, Սումգայից, տեսնենք հելը դուք ընդեղ վաբշե կարաք գնաք, պրոստը հսկի ճանցագրային պասպորտ կոնտրոլը, կարաք անցնեք գնաք հասնեք Բաքու, գնաք ընդե տուն առեք կամ տուն վարձեք և ապրեք։ Եթե դուք դա չեք կարող, դուք ոնց եք ելեք հարուզում, ասում եք թուրքերը, ադրբեջանցիները պիտի գան Երևանում ապրեն, ուզեք թե չուզեք, ով է ձեզ տես բան ասե, այդ ձեր մամային ծծացնեմ ես, որ ուզեք թե չուզեք, սաղ հայոց բանակը, այն մարդիկ, ովքեր 91 թվականից մինչև այսօր զորակոչվել են, զորացրվել են, ծառայել են բանակում, ինչքան մարդագրացեք, դրանք սաղ ձեր մամաներին, բալեքին, պապաներին, սաղին ծծցնեն, որ այդ թուրքի գենը ադրբեջանցու ձեր օրգանիզմի միջից դուրս գա, իհարկե եթե դուրս կգա։ Նման մարդկանց սիրելի հայրենակիցներ, եթե տենում եք որտես բան ենք հարոզում, մտեք տակը գրեք կոմենտարիա, լավա ծծծրած,
գնա Բաքու ապրի, քո սեփական օրինակով տենանք, եթե այդքան լավ բան է, մենք էլ կգան կամ թե նրանք էլ գան։ Հասկանում եք։ Եվ այս անձինք պատտվում են մի անձի շուրջ, ում անուն-ազգանունն է Նիկոլ Փաշինյան, դա է ազգանունը Փաշա, թուրքական ծագում ունի, Փաշինյան, Փաշա, բառից է առաջացել։ Այս բոզի տղեն, որ ոչ բանակ ծառայեց, ոչ կրթություն ուներ, ոչ բան ուներ, Սերժը բերեց, դրեց վարչապետ։ Մենք ասենք, նայում ենք, չէ, Սերժի շուրջ բոլորը բանակ չծառայած, մարդը հատուկ ընտրում ես մարդկանց, որոնք որ բանակ չեն ծառայ։ Հանրապետական կուսակցության գերակշռ մասը, այդ ՀՀԿ գերիտասարդության գերակշռ մասը, 90%-ը, իայս հավաքած թայֆեն, սիսի, միսի, դթում, պուպուլ, ճուճուլ, խռգլող եւ բոլորը բանակ չծառայած, նպատակականություն չի։ Որտե բանակ ծառայած մարդու դու չես կարող ստիպել ադրբեջանական քարոզաներ։ Սերժը ընտրեց, ֆիլտրեց այս բոզի տղեկի, դերես կապեց մեծ ջանին։ Սերժ Քոչարյան մաֆիան։ Եվ այդ բոզից բալեն, որ այսօր հելենգելա քուչա, չգիտեմ, միտեղ բուրկի աուտը, միտեղ պերաշկի աուտը, միտեղ ջուրակը, միտեղ զուքարանամակը, միտեղ, չգիտեմ, միսիմինչանը, ինչ կա դրա ուզը, քարոզախ շավանը աղբի տղեն, միտեղ ցիլոյով, միտեղ փափախով, միտեղ կեպիով, հետո։ Դու չես հասկացել բոզի ծնունդ, որ քո իշխանության վերջը եկել է, կուզես հիմա ասֆալտ արա, տենը մենք ասվալտ արած ճանապարհները 6 ամսվա կյանք ուներ, ոչ ավել լավագույն դեպքում, սաղ կոռուպցիա, պոռնիկ դատախազության սեռական պոլիգոն Աննա Վարդապետյանն ոչ մի ձեզ չի հանում այդ ագարկի ծնունդ է, ոչ մեկի վրա քրեական գործ չեն հարուցում։ Այսքան թալան, այսքան գեղեցիկ գործողություն է, որ իրականացրեց քո թայֆեն, քո ագարկակածը, քո բոզի ծղա շրջապատ, այսօր նորից հել է ընկել է մեդան, ուզում եմ ուղղակի հագիստ տոնով, այստեղ առավոտ շուտ է, չեմ ուզում ինչ-որ զայրանամ, օրս կչասեմ, բացարձակապես, ուղղակի երեկոյան խոսակցություն իմ ազգի հետ, էսի չա կատարել լավ, ու այսքանից հետո սրանք հույս ունեն վերարտադրվելու, Վարդան Ղուկասյանն էլ առևանգումը կազմակերպին, բանից ամենաբուն իմաստով առևանգում, դարձանագրված անգամ դատական գործերի մեջ, կազմակերպին բերին կողինցակը, որ մի բոզի ստաղուն բերին ստեղ կաշարին, լացին մամայի դլոյի մեջ բերես հագեց, հույս ունենալով, որ պիտի մնա սուս, իրանք իրենց գործողություն անեն, ու խայ, երկիրը բաժանեն Ադրբեջանի և Թուրքիայի բնմիջև, խեռս կերել եք դուք ձեր տնով, տեղով, ընտանիքով։ Սա է ուզում ասել, սիրելի ժողովուրդ, ոչ մի ուշադրություն մի դարձրեք, ոչ մի ադրբեջանցի, ոչ մի թուրք չի գալու եւ Հայաստանում չի ապրելու։ Ես դա ձեզ խոստանում եմ, քանի կենթանի եմ, ես որ կմեռնեմ, այն ժամանակ կարող է կան ապրել, որովհետեւ այլ դրան թեմը առնող չկա։ Ոչ ռոբականները, ոչ սերժականները, ոչ իրանց այդ արբանյա կուսակցությունները, այն կուլտուրական բոզից տղեկ որ հանեք գցել են մեդան, իշքան բանակ չծառայած կա, Կալոն, Մլոն, Թաթոյան, Մաթոյան, արգան լպստող, սեռական շրթեր ծծող եւ այլն։ Դրանց որ ուսին ծոկոնը կվերանա Հայաստանը, կգնա կմտնենք Ադրբեջանի կազմի մեջ կամ Թուրքիայի, կդառնանք ման վիլայետ, ձեր բալեքին թուրքերը կշինեն, թրքի ծնված բջերին էլ կպահեք, երաբալուն է կհավասարցնեն հողին, տիտանակաբերդը կհավասարցնեն հողին, ձեր եկեղեցին կհավասարցնեն հողին, ձեր պատմությունը կջնջեն, ձեզ կվերասեն, կպրծնեն, ով էլ որ չուզելն է, կգնի քուչեկը, կդառնա թափառական գնչու, մի հատ էլ բոզի տղա պրեզիդենտ միտեղ կգա ու ձեր հետ կանի այն ինչ որ կատարվում է հիմա կվեկալենք ձեր բերդերը, էմիգրանտեք, ես եկեն եք եւ այլն։ Այս վիճակն ալնելու։ Անեսօր զինվեք համբերությամբ, իրավունք չունեք կոտրվելու, իրավունք չունեք վհատվելու, եթե ես չեմ կոտրվել, եթե ես չեմ վհատվել, եթե ես գտնվելով ստեղ այս պայմաններում շարունակում եմ պայքարել, իմ հետևորդներից ոչ մեկ իրավունք չունի կոտրվելու։ Դուխները բարձր, խոսում էր ամենայն հայոց Վարդան Ղուկասյան։